Հանուն Հոր և Որդվո և Հոգուին Սրբո, ամեն։ Արդ ինչպես երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան, նա, որ ուղարկվում էր բոլոր ազգերին, ընկավ գետին ու խորտակվեց։ Արժանապատիվ Տեր Հայր, սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր կուզեմ ձեզ հետ խոսել Սուրբ գրային տրամաբանության և ընդհանրապես մեր Աստվածաշունչը ընթերցելու և մակարդակներով հասկանալու կարողության մասին։ Սուրբ Գիրքը մեկնողները մեզ հուշում են, որ Աստվածաշնչի ընթերցանության ընթացքում մենք 3 մակարդակների վրա կարող ենք հասկանալ Սուրբ Գիրքը։ Առաջին մակարդակը երկնային, երկրորդ մակարդակում պատմական և երրորդ մակարդակում գալիքին միտված կամ մեզ ուղղված խոսք։ Այս դրվագը Եսայի մարգարեության 14-րդ գլխից է։ Հիմա փորձենք հասկանալ այս տեքստը այս եռյակի մակարդակներում, սկսենք առաջին հերթին պատմական մակարդակում։ Ձեզնից շատերը հավանաբար գիտեն, որ Եսայի մարգարեության օրերին Իսրայելը գտնվում էր գերության մեջ, Բաբելոնն էր իշխում աշխարհում և այս տերությունը սարսափ էր տարածում շրջակա մյուս բոլոր ժողովուրդներին և Երուսաղեմը կործանված էր, տաճարը նույնպես, և իսրայելացիների հայացքը ուղղված էր գալիքին, թե ինչ պետք է լինի։ Եվ Տերը նրանց Եսայի մարգարեի շուրթերով խոսում է Բաբելոնի կործանման մասին, որպես Բաբելոնի պետության, այդ չարիքի պետության գլուխ ներկայացնելով նրա թագավորին, Նաբուգոդոնոսոր երկրորդ արքային, ամենայն հավանականությամբ նրան է ուղղված այս խոսքերը և ասում է հետևյալը. Արդ ինչպես երկնքից ընկավ Արուսյակը, որ ծագում էր առավոտյան, նա, որ ուղարկվում էր բոլոր ազգերին, ընկավ գետին և խորտակվեց։ Մտքիդ մեջ ասում էիր, նկատի ունի պատմական իմաստով Բաբելոնի թագավորին, երկինք կբարձրանամ, իմ գահը կդնեմ երկնային աստղերից ավելի վեր, կնստեմ բարձր լեռան վրա, հյուսիսի բարձր լեռների վրա, կբարձրանամ ամպերից էլ վեր, կնմանվեմ բարձրյալին, բայց ահավասիկ դժոխք է իջնելու և երկրի խորքերը։ Այս մարգարեությամբ Տերը հայտնում է Իսրայելին, որ ամբարտավան Նաբուգոդոնոսոր արքան, ամբարտավան Բաբելոն կայսրությունը պիտի կործանվի, պիտի խոնարհվի, պիտի իջնի մինչև հատակ, անցնի դժոխք։ Եվ այս իմաստով հետագայում մենք տեսնում ենք, որ այդպես էլ լինում է։ Չարի իշխանության դեմ պայքարում
նաև մասնակից են լինում հայոց զորքերը եւ Բաբելոնը ի վերջո կործանվում է, որի մասին նաև խոսում է Աստվածաշունչ Մատյանը եւ ասում է ասքանազյան գնդերը եկան եւ միացան այդ պատերազմում։ Խոսենք վերին մակարդակի մասին, որ կարծում եմ ձեր միտքը ավելի ուղղված էր այդ կողմ։ Եկեղեցու հայրերը այս հատվածում տեսնում են առաջին ապստամբությունը Աստծո դեմ, որ կատարել էր Սատանան, եւ եկեղեցու հայրերը մեկնաբանում են այս արուսակը որպես Սատանայի անուններից մեկը։ Ավելի հայտնի է գուցե մշակութային իմաստով մեզ ֆիլմերից Լուցիֆեր անունը, որը հայերեն թարգմանության մեջ արուսակ է նշանակում, եւ ահա այս դրվագը երկնային մակարդակում եկեղեցու հայրերը ընկալել են որպես Սատանայի անկման մասին մարգարեություն, որը նկարագրում է նաև այդ օրվա պատմական իրականության մեջ Սատանայի ծառայի անկում։ Մենք տեսնում ենք, որ այս վերին մակարդակի ընկալման մեջ ավետարանը ևս մեզ միտք է տալիս Ղուկասի ավետարանում Տեր Հիսուս, երբ որ իր աշակերտներին ուղարկել էր բժշկելու եւ չար ոգիներին հանելու, գալիս են նրանք եւ ուրախացած ասում են, որ դևեր էին հեռացնում եւ Տեր Հիսուս ասում է նրանց մոտ հետեւյալ խոսքերը անցյալով։ Ասում է. տեսնում էի Սատանային երկնքից ընկնելիս ինչպես փայլակը։ Եվ ուրեմն Տեր Հիսուս այստեղ նորից մեր միտքը ուղղում է այդ երկնային մակարդակի վրա, որով որ Եսայի մարգարեության մեջ էլ տեսանք չարի ապստամբության, չարի հալածանքի եւ չարի անկման դրվագի առումով։ Սիրելիներ, հիմա փորձենք ընկալել, թե այս պատմական մարգարեությունը, որը ուներ նաև երկնային իրականությունը պատկերող խորքեր, ինչպես է գալիս մեր օրեր։ Աստվածաշունչն ասում է, որ չարը չի քնում, առյուծի պես ասում է մռնչում է, որպեսի տեսնի, թե ով կա, որպեսի կուլ տա։ Հովհաննես ավետարանիչը իր ընդհանրական առաջին նամակում հետևյալ միտքն է ասում. Որդյակներ, վերջին ժամանակն է։ Եվ ինչպես լսել եք, նեռը գալու է, բայց ասում է արդեն իսկ եկել են բազում նեռեր։ Տեսեք, եկեղեցու ընկալման համաձայն վաղճանաբանական կոնտեքստում, այսինքն գալիքի կոնտեքստում, հստակ է, որ վերջին օրերին, երբ որ Տիրոջ երկրորդ գալուստը պիտի մոտենա, չարը պիտի զորանա։ Եվ ի վերջո ասվում է եկեղեցու ավանդությունը, ասում է եկեղեցու հայտնությունը, ասում է, որ պետք է Սատանան մարմնապես ներկա լինի աշխարհում եւ իրեն պիտի հռչակի Աստծո որդի եւ պիտի զորավոր գործեր կատարի եւ պետք է այնպես լինի, ասում է, որ նույնիսկ սուրբերին գայթակղելու աստիճան պետք է օրերը չարանան։ Հովհաննես ավետարանիչը ասում է, արդեն իսկ
բազում ներեր եկել են։ Այսինքն սատանան իր արբանյակների միջոցով նաև այսօր է գործում։ Եվ գործում է այսօր ամբողջ աշխարհում եւ առավելապես գործում է նրանց մեջ, ովքեր որ ձգտումը ունեն Տիրոջը միանալու։ Նրանց մեջ, ովքեր որ փորձում են արդարություն վերականգնել։ Նրանց մեջ, ովքեր որ փորձում են Աստծո կամքի համաձայն ապրել եւ այն հասարակություններում, որոնք որ փորձում են մերժել չարիքի իշխանությունը։ Եվ ուրեմն սիրելիներ, այս իմաստով մենք եւս մի տեսակ գերության մեջ ենք։ Ինչպես որ Իսրայելն էր ժամանակին գերության մեջ եւ մարգարեն Տիրոջ շուրթերով հայտնեց, որ պիտի արյուսակը պարտվի, երկնքից վայր իջնի եւ պետք է դժոխքին հասնի, այնպես էլ այսօր մեզ Եսայի մարգարեն նորից ասում է, որ մի վախեցեք, որ այդ ներերը կան, չարի արբանյակները այս աշխարհի, դրանք պետք է իջնեն դժոխք, որովհետև Աստուծո արդարությունը պիտի վերականգնվի։ Իսրայելի կոնտեքստում, Իսրայելի համար Աստուծո արդարության վերականգնումը դրսևորում ուներ, եւ այդ դրսևորումը Եսայի մարգարեն ասում է. այն օրը, երբ որ արդարությունը կվերականգնվի, Տերը հանգստացնելու է քեզ քո ցավերից ու նեղություններից եւ այն դաժան ծառայությունից, որ նրանց համար կատարեցիր։ Ու այս ողբը պիտի հորինես Բաբելոնի թագավորի վրա եւ այսպես այն օրը։ Մենք էլ մեր պատմության ընթացքում, սիրելիներ, բազում չարչարանքներ ենք կրել, բազում նեղություններ ենք կրել եւ եկել է, հասել է այն փուլին, որ մենք Աստուծո ողորմությամբ ձեռք ենք բերել պետականություն։ Եվ այսօր էլ խորհրդանշական այս օրը համընկել է նաև այսօրվա ավետարանական ընթերցանությունները, մարգարեական ընթերցանությունը համընկել է նաև մեր անկախության տոնի հիշատակման հետ։ Եվ ինչպես որ Իսրայելին Տերը խոստացավ, որ պիտի հանգիստ տրվի իրան իր ցավերից, այնպես էլ մեզ էր խոստացել, որ մենք պիտի հանգիստ գտնենք, եւ մենք այդ հանգիստը գտնում ենք մեր պետության մեջ։ Բայց ինչպես Իսրայելի պարագային փորձությունները շարունակվում էին, որտեղ չարը չի քնում, չի ննջում, այնպես էլ մեր պետականության համար փորձությունները շարունակական են եւ այս իմաստով այն ինչ որ մենք այսօր ունենք, այն իրական կատարյալը չէ, որ մենք պետք է ունենանք եւ դրա համար Տերը մեզ էլ խոստանում է ասելով, որ չկա այլևս հարկապահանջը, ինչպես լռեց Կողոպտիչը։ Տերը խորտակեց մեղավորների լուծը, իշխանների լուծը, զայրույթով, սոսկալի հարվածնելով եւ անողոք բարկությամբ ոչնչացրեց նրանց։ Ողջ երկիրը հույսով խաղաղվեց եւ կանչում է ցնծությամբ։ Անգամ Լիբանանի ծառերը ցնծում են քեզ համար։ Լիբանանի մայրիներն ասում են. այն օրից երբ դու ընկար, նկատի ունի առաջին իմաստով Բաբելոնը, բայց մենք էլ կարող ենք մեր օրերում հասկանալ մեր նեղիչներին, այն օրից երբ դու ընկար, անտառահատները մեզ չեն դիպչել, այսինքն երբ որ չարի իշխանությունը վերացավ, այլևս անտառները չեն կտրվում, բնությունը չի վնասվում, որպեսզի
պատերազմական գործիքներ ստեղծվեն։ Եվ ուրեմն սիրելիներ, մենք էլ այս հույսով ենք այսօր մեր պետության անկախության տոնին ընդառաջ եկել տաճար եւ հիշատակում մեր անկախությունը։ Բազում նեղություններ պիտի կրենք, բայց իմացեք, որ ինչպես որ Արուսյակը երկնքից ընկավ, որ ծագում էր առավոտյան իբրև փայլակ, այնպես էլ այսօր այդ ները պիտի անկում ապրեն, եթե հավատարմություն դրսևորենք Տիրոջ նկատմամբ, համբերություն դրսևորենք Տիրոջ նկատմամբ, մեր օրյա, նորօրյա Բաբելոնները պիտի կործանվեն, պիտի քարը քարի վրա չմնան, կարծում են, թե պիտի բարձրանան երկինք եւ մեր արյան վրա պիտի կառուցեն իրենց երջանկությունը, բայց սխալվում են, որովհետեւ ինչ որ կառուցվում է անարդարության վրա, ինչ որ կառուցվում է արյան վրա, ինչ որ կառուցվում է մարդկության դեմ հանցագործությամբ, պիտի այդ իշխանությունը, պիտի այդ արքայությունը, պիտի այդ տիրապետությունը կործանվի։ Եվ Տերը դա է խոստանում մեզ, ասելով, որ հավատարիմ եղեք ձեր կոչմանը, հավատարիմ եղեք ինձ, եւ պիտի տեսնեք, որ նորօրյա Արուսակը փայլակի պես պիտի ցած ընկնի եւ պետք է ծագի առավոտը մեր համար, մեր երկրի համար, մեր պետության համար։ Հավարտ պատարագի սիրելիներ պիտի կատարենք հանրապետական մաղթանք, որով որ պիտի խնդրենք Տիրոջը անսասան պահի մեր երկիրը, իմաստություն շնորհի ներկա կառավարիչներին, որպեսզի կարողանան իրենց վստահված երկիրը, որ Աստուծո կողմից է պարգևտրվել մեզ, որպեսզի կարողանան Աստծո կամքի համաձայն եւ մեր կոչման համաձայն առաջնորդել։ Եվ թող Տերը պահապան լինի ամենքիս։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստուծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ամենքիս հետ։ Ամեն։